Մեծ հույսեր ունեն արցախցիները Շվեյցարիայից։ Նամակ են փոխանցում ակցիայի մասնակիցները Շվեյցարիայի արտգործնախարարին։ Մարտի 18-ին Շվեյցարիայի խորհրդարանի վերին պալատում քննարկելու են Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման ու բռնի տեղահանված հայերի վերադարձի հնարավորությունը։ Եթե այս պալատում ևս բանաձև ընդունվեց, ապա այն օրենքի ուժ է ստանում եւ դրանից բխում է, որ Շվեյցարիայի կառավարությունը պետք է համապատասխան քայլերը ձեռնարկի այդ բանաձևում ամրագրված պարտավորությունները եւ պատասխանատվությունը կատարածելու համար։ 2024-ի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը համապատասխան բանաձև էր ընդունել, կոչ անելով երկրի կառավարության Արցախյան հակամարտության վերաբերյալ խաղաղության միջազգային համաժողով կազմակերպել։ Ստորին պալատի կողմից ընդունված բանաձևը մեր ժողովրդի համար որպես հույսի եւ լույսի շող է։ Եվ մենք ուզում ենք, մենք խնդրում ենք, որ վերին պալատը ևս հավատարիմ մնա մարդու իրավունքների հումանիզմի գաղափարներին և ևս կանաչ լույս վառի այդ բանաձևի համար։ Կանգնի, ինչպես ասում են, պատմության ճիշտ կողմում։ Հիմա Արցախի պատմության ամենամութ էջն է։ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան մոտ արցախցի իրավապաշտպանները, պատգամավորները շնորհակալություն են հայտնում Շվեյցարիային քաջության իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Այս բանաձևերը կարող են ինչ-որ չափով գոնե ճնշում գործադրել Ադրբեջանի վրա եւ տեսնել, որ հայ ժողովուրդը, արցախցիները մենակ չեն այս պայքարում։ Համոզված են արցախցիները, որ Շվեյցարիայի կառավարությունը համաձայն չէ այն ամենի հետ, ինչ արել է Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը հակամարտություն չի փնտրում։ Մենք փնտրում ենք միայն հնարավորություն վերադառնալու մեր հայրենիք այնպիսի պայմաններում, որոնք կապահովեն մեր անվտանգությունը, կպաշտպանեն մեր իրավունքները եւ կապահովեն մեր արժանապատվությունը։ Մենք հորապես հուսով ենք, որ ձեր գերադասությունը կաջակցի այս բանաձևի ընդունմանը։ Արցախցիները խնդրում են Շվեյցարիայի կառավարության օգտագործել չեզոք միջնորդի իր փորձված դերը, միջազգային քննարկում նախաձեռնել իրենց վերադարձը իրատեսական դարձնելու համար։ Գայանե Մովսիսյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։